Ես ուզում եմ իմանալ, եթե դուք գաք իշխանության, ինչպես է լինելու մամուլը եւ ինչպես են լինելու ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ նորից պայքարում է իշխանության համար, վստահեցնում է, եթե ընտրվի, լրագրողներին ու լրատվամիջոցներին ոչինչ չի սպառնա։ Ուրեմն հանգիստ մնացեք, որևէ խնդիր չի լինելու մամուլի համար եւ ստե բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, խնդրեմ չեք ունենալ։ Հայաստան դաշինքի առաջնորդը խոսեց իր իշխանության օրոք լրագրողների հետ կապված աղմկոտ դեպքերից, որս նրա քաղաքական ճնշումների հետևանքով չեն եղել։ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի սպանությունը հիշեց ու առանց անուն տալու նշեց, թե ընդդիմադիր մի գործչի ընտանիքն է դրա հեղինակը։ Մեկ լրագրողի սպանություն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր, Տիգրան Նաղդալյանը։ Եվ այդ սպանության հեղինակը եղել է հենց այսօրվա ընդդիմադիր գործչի եղբայրը եւ ինչքան ես գիտեմ, նաեւ դա ընտանիքի որոշում էր։ Հավանաբար նկատի ուներ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ Այս գործով նրա եղբայրն էլ էր դատապարտվել սպանությունը պատվիրելու մեղադրանքով։ Դատապարտվել է եւս մեկ լրագրող։ Երկրորդ դեպքն էլ առաջինեում կայքի խմբագիր քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանի դեմ քրեական գործն է, որ Քոչարյանի խոսքով լրագրող ժամանակ ազատությունից զրկվել է կեղծ փաստաթղթերով ծառայությունից խուսափելու համար։ Որը դատապարտվել է ոչ թե իր պրոֆեսիոնալ գործունեության համար, այլ մեկ բանի համար, բանակից խուսափեց եւ դա բերել են ներկայացնում են հիմա որպես խոսքի ազատության ճնշում։ Այսքանով սահմանափակվեց Քոչարյանն ու ոչ մի բառ իր նախագահության առաջին փուլում եթերից զրկված ընդդիմադիր 1+-ի մասին։ Այս հեռուստաընկերությունն անխափան աշխատում էր, եթերից զրկվեց 2002 թվականի ապրիլին։ Ըստ այդ օրերի ընդդիմադիր մամուլի Քոչարյանը 1+-ը փակելով նախապատրաստվում էր 2003-ի նախագահական ընտրություններին։ Այդ ինչ ողբերգություն էր։ Հայաստանի անվտանգությունը դրա պատճառով սասանվեց։ Անցած տարվա ասուլիսում այսպես էր արձագանքել Ռոբերտ Քոչարյանն 1+-ի հարցին։ 1+ այն ժամանակ եղել է sense մի տաղավար, երկու սենյակ։ Լսարանը չափազանց փոքր։ Մրցույթ է հայտարարվել բանի համար, հաճախականության համար։ Իրենք երևի համարելով, որ իրենք sense անգերազանցելի են, տվել են մի առաջարկ 3 էջի վրա ձեռով գրած 3 էջի վրա։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլ Փաշինյանին հաճախ է Քոչարյանը քննադատում խոսքի ազատությունը ճնշելու, ընդդիմադիրներին կալանավորելու ու նրանց դեմ բիրտ ուժ կիրառելու համար։ Հիմա Facebook-յան լայք դնելու համար աշխատանքից են հեռացնում։ Սա ավելի վատ է։ 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ։ Մեկ ցույց։ Տևել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել։ Մի մարդ։ 2004-ի ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտան ոստիկանները բացել են Քոչարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելով։ Լրագրողների վրա են հարձակվել, տեսախցիկները կոտրել։ Այդ օրվա դեպքերի մասին նկարագրված է նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։ Ըստ այդ զեկույցի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել։ Մի շարք ցուցարարներ վնասվածքներ են ստացել լուսաձայնային նռնակների, ջրցան մեքենաների ու մահակների կիրառման հետևանքով։ Ապրիլյան ցույցերից հետո ոստիկանությունը ձերբակալել ու հարցաքննել է 115 մարդու։ Քոչարյանի կառավարման տարիները միջազգային զեկույցներում հիշատակվել է նաև Հյուսիսային պողոտայի կառուցապատման դեպքերով, որ մարդկանց տներից վտարեցին անհամաչափ փոխհատուցում տալով, այդպիսով խախտելով նրանց իրավունքները։ Հետո եղավ 2008 թվականը ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը։ Մարտի 1-ի արյունալի դեպքերն էլ հիշեց ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդը, որ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ տեղի ունեցան, երբ ինքը հեռանում էր ու արդեն Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը։ Ու չնայած ուժային կառույցները գործել են օրվա իշխանության որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին, որ այն ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության դեմքերից մեկն էր։ Մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատու եւ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր։
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու մյուս առանցքային դեմքերը արդարացվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2021-ին սահմանադրական դատարանի որոշման հիմքով։ Հետո վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության։ Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ կոնկրետ, պետք է նստի։ Այս հոդվածի համար սահմանված վաղեմության ժամկետն էլ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը այս քարոզարշավի ընթացքում էլի սպառնում է Մարտի 1-ով Քոչարյանին ազատությունից զրկել։ Վերցրեք սաղ ցուցակները մարդկանց, ով ինչ եւ համատեք այսօրվա հետ։ Համատության եզրեր չկա։ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականություն վերադարձավ 2018-ից հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց։ Անցած ընտրություններում երկրորդ նախագահի գլխավոր ազդաշինքը իշխող ուժի գլխավոր մրցակիցն էր, 21% վստահության քվե ստացան ու դարձան խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը։